Շնորհակալություն ենք հայտնում Ֆլորենս ռեստորանային համալիրին նկարանումներին աջակցելու համար։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք այս պահին The Best պլատֆորմի տիրույթում եք։ Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ bestgroup.am կայքը այսօր ներկայանում է on-line հարթակում նաև նոր ձևաչափով The Best Platform հարթակ, որի գլխավոր նպատակն է մատուցել հնարավորինս որակյալ ծառայություն, յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում, սպառողների և գործընկերների հետ մշտական շփումներ, խմբային աշխատանք ցանկացած հարցում։ Հարթակը աննախադեպ հնարավորություն է ընձեռնում սպառողին ստանալ իր հետաքրքրություններին և պահանջներին բավարարող տեղեկատվություն, միաժամանակ ծանոթանալ մեր հյուրի ռեսուրսներին և ընտրություն կատարել։ Մենք այսօր մեր հյուրի շնորհիվ հնարավորություն կունենանք բացահայտել, թե որոնք են արդի երիտասարդացում ապրող էնդոկրին հիվանդությունները և ստանալ դրանց վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Մեր հյուրը ոչ միայն պրոֆեսիոնալ է իր նեղ մասնագիտացման մեջ, այլ նաև վառ անհատականություն է։ Այս պահին սիրով ուզում եմ ողջունել մեր հյուրին, ում հետ բազմիցս առիթ ենք ունեցել զրուցել bestgroup.am կայքի տիրույթում։ Մեր հյուրն է Աստղիկ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը։ Բարև ձեզ բժշկուհի, շատ շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերքի համար, որովհետև իրականում շատ կարևոր են նման հարթակները։ Մեզ թվում է մեր ամենօրյա գործունեության մեջ, որ հիվանդները ամեն ինչ գիտեն, բայց իրականում հիվանդները բավականին տեղեկությունների պակաս ունեն եւ նման հարթակները օգնում են հիվանդներին ավելի գրագետ մոտենալու ցանկացած հիվանդությանը եւ մի քանի տարբեր հարցերին։ Մենք արդեն վաղուց ենք համագործակցում bestgroup.am կայքի հետ եւ բավականին մատչելի հանրությանը ընկալելի ինֆորմացիա ենք հաղորդում պացիենտներին։ Շատ ուրախ եմ, որ արդեն bestgroup.am կայքը ունի նաև YouTube-յան ալիք, որովհետև խոսքի միջոցով ինֆորմացիան ավելի հասանելի է դառնում մարդկանց, հետևորդներին։ Բժշկուհի, այսօր բավականին արդիական խնդիրներ են իրենցից ներկայացնում էնդոկրին համակարգի հիվանդություններ, որոնք ազդում են մարդու կյանքի որակի վրա եւ կարիք ունեն մշտական հսկողության։ Բժշկուհի, արդյոք ճարպակալումը զուտ էսթետիկ խնդիր է, թե նաեւ կարող է առողջական խնդիրների հանգեցնել։ Այսօր շատ տարածված խնդիր է ճարպակալումը, շատերի մանավանդ իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգներում ահազանգող բնույթ եւ ծավալներ են կրում, գիտենք դրա մասին, համեմատած Ամերիկայի Միացյալ Նահանգների մենք առաջատար դիրքերում չենք գտնվում։ Սակայն Հայաստանում նույնպես բավականին տարածում ունի ճարպակալումը, պատճառներից մեկը դե գիտեք, նստակյաց կյանք եւ ավել սնունդ, մեծ կալորիականությամբ սնունդն է։ Եվ շատերին թվում է, հատկապես մի փոքր ավելի մեծահասակ մեր մենտալիտետով հայ ժողովրդին, որ դա ընդհանրապես զուտ էսթետիկ խնդիր է, դե ինչ արած մի փոքր փոր, մի փոքր ավել քաշ, ոչինչ, դա նորմալ է տարիքի հետ։ Սակայն չեն ընկալում շատերը, որ դա զուտ էսթետիկա չէ, որ ճարպակալումը բերում է լուրջ հիվանդությունների։ Խոսենք դրանցից ամենակարևորների եւ վտանգավորների մասին։ Օրինակ, առաջին հերթին ես որպես էնդոկրինոլոգ պետք է նշեմ, որ բոլոր ճարպակալում ունեցող պացիենտները, մարդիկ, անձինք, ի վերջո կարող են դառնալ շաքարային դիաբետով տառապող մարդիկ։ Եվ դա նորմալ է, երբ որ մեզ դիմում են պացիենտները ճարպակալումը, մենք գիտենք, որ եթե այսօր չէ, վաղը նրանք ունենալու են շաքարային դիաբետ։ Երկրորդ ահազանգող խնդիրը դա զարկերակային գերճնշումն է։ Շատերի մոտ, ովքեր ունեն քաշի ավելցուկ, ունեն զարկերակային գերճնշում, բարձր խոլեստերին եւ հետագայում նաեւ ինֆարկտ, անոթային խնդիրներ, ինսուլտ։ Ընդհանուր առմամբ ճարպակալումը բժշկության մեջ կրում է այսպիսի անվանում մետաբոլիկ համախտանիշ։ Այդ պատճառով ճարպակալմանը պետք չէ նայել զուտ որպես էսթետիկ խնդիր։ Պետք է բուժել, պետք է պացիենտը ամեն ինչ անի, որպեսզի քաշը գցի, որպեսզի հետագայում նման հիվանդություններ չզարգանան։ Այ խոսեցինք շաքարային դիաբետի մասին։ Շաքարային դիաբետի մասին հարցերը բազմիցս քննարկվել են տարբեր հարթակներում։ Ինձ հետաքրքիր է ստացիոնար
ստացիոնար բուժման ընթացքում դիաբետիկների վարման մոտեցումները։ Շատ հետաքրքիր հարց է իրականում, որովհետև բազմաթիվ անգամ ամենօրյա պրակտիկայում մենք բախվում ենք, առերեսվում ենք այդ խնդրին, որ առումով բոլորը շատերս գիտենք, որ կա առաջին տիպի դիաբետիկ, որոնք ստանում են ինսուլինոթերապիա, եւ երկրորդ տիպի դիաբետիկները դեղորայք են ստանում եւ առօրյա պայմաններում ամենօրվա կյանքի ընթացքում կոմպենսացված նորմալ շաքարային դիաբետի գլյուկոզայի ցուցանիշներ ունեն։ Այս հիվանդները երբ որ ընկնում են հիվանդանոց տարբեր պատճառներով, դա կլինի սրտամկանի սուր ինֆարկտ, ինսուլտ, կլինի բորբոքային տարբեր հիվանդություններ, պետք է պարտադիր բուժման պլանը փոխվի։ Նախ եւ առաջ դա սուր վիճակ է, օրգանիզմում ստրեսային վիճակ, այս վիճակում պարտադիր, գրեթե միշտ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է։ Եվ երկրորդը մենք ունենք դեղորայքի մի շարք, որոնք հակացուցված են սուր վիճակներում, մասնավորապես մեթֆորմին պարունակող պրեպարատները։ Իսկ մեթֆորմինը բավականին լուրջ գործ է անում, գլյուկոզայի մակարդակը իջեցնում է։ Երբ որ մենք հանում ենք դեղորայքներից մի քանիսը, բնականաբար շաքարի թվերը բարձրանում են եւ հիվանդները կարիք են ունենում ինսուլինոթերապիայի։ Բայց այս ինսուլինոթերապիան ժամանակավոր է։ Հիվանդների հետ ամենօրյա պրակտիկայում մենք առնչվում ենք ինսուլին, վայ, ինձ հանկարծ չանեք ինսուլին, եթե անեք, ես ամբողջ կյանքը կմնամ ինսուլինի վրա։ Հարգելի հիվանդներ, ես ուղղակի ուղերձ եմ ուզում հղել, որ չկա նման բան, դա նորմալ բուժման մոտեցում է։ Հիվանդներ, բոլոր դիաբետիկները ստացիոնարում գրեթե բոլորը ստանում են ինսուլինոթերապիա, այն ընթացքում, քանի նրանք գտնվում են հիվանդանոցում, քանի գլյուկոզայի թվերը բարձր են։ Դրանից հետո, եթե հակացություններ չկա, տան պայմաններում նրանք հանգիստ կարող են վերադառնալ իրենց նախկին դեղորայքին այն պայմանով, որ գլյուկոզայի թվերը բավարար չափով կոմպենսացված են։ Բժշկուհի, մի փոքր խոսենք դիաբետիկների սննդակարգի մասին։ Արդյոք ինսուլին ստացող դիաբետիկները կարող են արդեն չհետևել իրենց սննդակարգին եւ ազատ օգտվել տարատեսակ սննդից։ Նույնպես շատ հետաքրքիր եւ առօրյա կյանքում հաճախակի տրվող հարցերից են, որովհետեւ ցավոք սրտի, երբ որ արդեն հակադիաբետիկ հաբերը չեն օգնում եւ գլյուկոզայի ցուցանիշները բարձր են, հիվանդներին անց ենք կացնում ինսուլինոթերապիայի։ Եվ չգիտես թե ինչու մեր ամբողջ ժողովրդի հարևանությունը եւ բարեկամությունը պնդում են, որ եթե հիվանդը ստանում է ինսուլին, վերջ, ինչ ուզում եք կերեք, ինչ ուզում եք խմեք, չկա նման բան։ Եթե մենք ուզում ենք ունենանք նորմալ թվեր, ցուցանիշներ գլյուկոզայի, հիվանդը պետք է շարունակի հետևել սննդակարգին, ինչքան ուզում է ինսուլին ստանալ։ Միևնույնն է, եթե շաքարի չափաբաժինը սննդակարգում քաղցրի չափաբաժինը չարաշահվի, հացի չափաբաժինը չարաշահվի, տապակած սննդակարգի սննդամթերքի չափաբաժինը չարաշահվի, միևնույնն է, էլի մենք չենք կարող հասնել մեր ուզած կոմպենսացիայի։ Դրա համար այո, հարգելի դիաբետիկներ, եթե ինսուլինոթերապիա ստանում եք, շարունակում ենք դիետոթերապիան։ Մի փոքր կարելի է լայնացնել, այսինքն երբեմն առհասարակ ես կարծում եմ, որ չի կարելի մարդուն զրկել, կտրականապես զրկել ամեն ինչից։ Ես միշտ իմ դիաբետիկներին ասում եմ, դե եթե առիթի եք ամիսը 1-2 անգամ տորթի ծայրից մի փոքր կերեք, սոկ 2 կում խմեք, խաղող 2 հատիկ, բայց խիստ չափավոր։ Այդ դեպքում գլյուկոզայի ցուցանիշները չեն խախտվի։ Բժշկուհի, այսքան խոսեցինք շաքարային դիաբետի մասին։ Մի փոքր էլ անդրադառնանք այլ էնդոկրին պաթոլոգիաներին։ Օրինակ խոսենք ենթասուր թիրեոդիտին, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչպես է այն բուժվում։ Ենթասուր թիրեոիդիտը շատ հետաքրքիր հիվանդություն է եւ հաճախ բաց թողնվող, ցավոք սրտի։ Ինչ է դա։ Ենթասուր թիրեոիդիտը դա վահանաձև գեղձի բորբոքումն է։ Ինչպես ես պացիենտներին հաճախ բացատրում եմ, ինչպես է թոքաբորբ լինում կամ մատի բորբոքում կամ այլ օրգանի, այդպես էլ վահանաձև գեղձը կարող է բորբոքել։ Այն ունի վիրուսային էտիոլոգիա, պատճառաբանություն, սովորաբար վիրուսային ինչ-որ գրիպոզ հիվանդություններից 1 շաբաթ մինչև 2 ամիս հետո կարող է այս հիվանդությունը զարգանալ։ Եվ ինչով է բնորոշվում։ Պացիենտները ունենում են բավականին արտահայտված ցավ պարանոցի առաջային մակերեսին, այսինքն բորբոքված վահանաձև գեղձը սովորաբար խիստ ցավոտ է լինում եւ այդ ցավը ճառագայթվում է դեպի ականջ, դեպի ստորին ծնոտ, դեպի անգամ անրակի
շրջան։ Հիվանդները ունենում են նաև ջերմություն, բոլոր բորբոքմանը բնորոշ սիմպտոմներ, այսինքն ոսկրացավեր, քրտինգ եւ սիմպտոմներ, որոնք բնորոշ են ավելցուկ հորմոնի քանակին, որովհետեւ վահանաձև գեղձը իրենից ներկայացնում է պահուստ հորմոնների, թիրոիդ հորմոնների պահուստ, քայքայման դեպքում, բորբոքման դեպքում այդ պահուստը քայքայվում է, կարծես թե ես այսպես եմ պացիենտներին բացատրում, փոքրիկ փուչիկներ են, որտեղ կան հորմոնների պաշար։ Փուչիկը տրակում է եւ հորմոնները դուրս են գալիս արյան մեջ։ Այդ պատճառով հիվանդները ունենում են նաեւ սրտխփոց, նաեւ քրտինգ, նաեւ նյարդային լարվածություն։ Իրականում հեշտ բուժվող հիվանդություն է, ուղղակի հիվանդությունը բուժվում է հորմոնով, պրեդնիզոլոն կոչվող հորմոնով, ու ցավոք սրտի այդ հորմոնը ունի իր կողմնակի էֆեկտները, կարող է մի փոքր քաշի ավելցուկի այտուցի բերել, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարման, թեթևակի մազակալման, ստամոքսի խնդիրներին, ոսկրացավերին։ Հաշվի առնելով այս ամենը բուժման ընթացքում իհարկե զուգահեռ նշանակում է պաշտպանողական բուժում ստամոքսի, ոսկրային համակարգի համար կալցիումի եւ հիվանդներին բացատրվում է այդ կողմնակի էֆեկտների մասին, որոնք բուժումից հետո անցնում են։ Իհարկե տևողությունը մոտ 2 ամիս է, սակայն ունենում ենք դեպքեր, որ հիվանդությունը հաճախակի կրկնվում է։ Այսինքն բուժումը լավ է, արդեն ամեն ինչ լավ է, դեղորայքը հանում ենք, նորից մեկ ալիք լինում է, նորից երկրորդ ալիք։ Ես ունեցել եմ պացիենտներ, ու մոտ այս հիվանդությունը մինչև 1 տարի կրկնվել է, սակայն ի վերջո բոլորը ապաքինվում են։ Ուղղակի ցավոք սրտի բաց է թողնվում անգամ հարակից մասնագետների կողմից, երբ որ հիվանդը ջերմում է եւ այդպիսի արտահայտված ցավ չի նշում պարանոցի առաջային մակերեսին, բժշկի մտքով էլ անգամ չի անցնում, ուղղակի հորդորում եմ եւ հիվանդներին եւ հարակից գոլեգաներին, որ ջերմության դեպքում շոշափեն ընդամենը գեղձը, ընդամենը մեկ շոշափումը ցավոտ վահանաձև գեղձը արդեն կասկած է առաջացնում, որ կա հիվանդությունը եւ այն կարող է ամբողջությամբ բուժվել, հիվանդն էլ ամբողջությամբ լավանա։ Բժշկուի քննարկենք հիպոթիրեոզ հիվանդության հարցերը։ Արդյոք հիպոթիրեոզ ունեցող հղիները հղիության ընթացքում պետք է շարունակեն ընդունել L-թիրոքսին հորմոնը։ Նույնպես իմ կարծիքով շատ ակտուալ հարց է, որովհետև չգիտես թե ինչու մեր մենտալիտետը այնպես է սարքած, կարող եմ ասել, դաստիարակությունը, որ եթե հղիանում ես, պետք է բոլոր դեղերը հանել, բայց L-թիրոքսինը էուտյուր, այսինքն հիպոթիրեոզը դե գիտեն երևի մարդիկ, 2 բառով ասեմ, երբ որ վահանաձև գեղձը ուղղակի չի աշխատում, հորմոն չի արտադրում, եւ դրսից մենք տալիս ենք այդ հորմոնը, փոխարինում ենք, այսինքն մենք բերում ենք օրգանիզմը նորմալ հորմոնալ ստատուսային վիճակում, ընդ որում երբ որ պակաս է հորմոնը, դժվար է հղիանում, հաճախ հենց աղջիկները կանայք չեն կարողանում հղիանալ։ Մենք նախապես զգուշացնում ենք, որ հղիության ընթացքում ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել հորմոնը, որովհետև դա հորմոն է, ոչ թե ինչ-որ դեղ, որը կազդի պտղի վրա, հորմոնի պակասն է ազդում պտղի վրա։ Երբ որ հղիության ընթացքում ունենում է հորմոնի պակաս հիպոթիրեոզ, առաջին հերթին ազդում է պտղի զարգացման վրա եւ հատկապես պտղի ուղեղի զարգացման վրա։ Հետագայում այդ երեխաները դանդաղ կոտ են լինում, մտավոր ունակությունները տուժում են, դպրոցում վատ են սովորում։ Դրա համար ավելի շատ որպես ինֆորմատիվ բնույթ, որպես նախազգուշացում, եթե մինչև հղիությունը հատկապես կա այս հիվանդությունը, հղիության ընթացքում ոչ միայն ընդհատել չի կարելի, այլ հաճախ դոզայի ավելացում պետք է լինի, իհարկե բժշկի եւ հորմոնալ հետազոտության հսկողությունից հետո։ Բժշկի խոսենք թունավոր խպիպի մասին։ Ինչպիսի բուժում է պահանջվում, արդյոք բուժվում է եւ չբուժվելու դեպքում ինչ հետևանքներ կթողնի օրգանիզմի վրա։ Ժողովրդի մեջ ասում են թունավոր խպիպ, մեր բժշկական լեզվով դիֆուզ տոքսիկ զոբ, սա էլ հակառակ process-ն է, երբ որ վահանաձև գեղձը ակտիվանում է եւ սկսում է նորմայից շատ հորմոններ արտադրել, նու այս հիվանդությունը հաճախ ուղեկցվում է օֆթալմոպաթիայով, դուք էլ տեսած կլինեք առեմ, որ աչքերը այսպես դուրս եկած են, նրանք շատ անհանգիստ են, սրտխփոց ունեն, նույնպես ջերմություն, քաշի նվազում։ Թունավոր զոբը ունի բուժման 3 մոտեցում։ Առաջին մոտեցումը դեղորայքային բուժումն է, սակայն դեղորայքային բուժման ենթարկվում է հիվանդության 40-ից 50% դեպքերը, եւ ես կասեմ արդեն իմ պրակտիկայում, որ ավելի թեթև եւ միջին ծանրության դեպքերը։ Ցավոք սրտի ծանր
թունավոր զոբերը, այսպես ասած, ստիրոտոքսիկոզները ավելի շատ բուժման մյուս մեթոդների են ենթարկում։ Իսկ մյուս մեթոդները դա երկրորդը վիրահատությունն է, այսինքն հեռացնում ենք ամբողջությամբ վահանաձև գեղձը, որ այլպիսի այլևս չլինի օրգան, որը կարողանա արտադրել այս հորմոնը։ Եվ երրորդ մեթոդը, որը արդեն բարեբախտաբար կա Հայաստանում, ռադիոակտիվ յոդ թերապիան է, այսինքն հիվանդները ընդունում են ակտիվ ռադիոակտիվ յոդ եւ այդ յոդը քայքայում է գեղձը, վիրահատության էֆեկտն է նույն։ Ուղղակի ռադիոակտիվ յոդի բացասական կողմը այն է, որ եթե կա վերը նշված օֆտալմոպաթիան, այսինքն չռված աչքերը, նա կարող է տոքսիկ օֆտալմոպաթիա դառնալ, այսինքն ավելի արտահայտիչ դառնալ։ Իհարկե ցուցումը բժիշկն է տալիս։ Դեղորայքային բուժումը եթե սկսում ենք մոտավորապես 2-3 տարի եւ այս ընթացքում հասկանում ենք, եթե դեղորայքի ազդեցությամբ հիվանդությունը ընկճվում է, այն չի լավանում, ռեմիսիա ենք ասում, այսինքն ընկճում, խեղդում, ժողովրդական լեզվով ասել, եւ այս վիճակում մնում է, շատ լավ է։ Եթե չէ, արդեն վերցնում ենք բուժման երկրորդ կամ երրորդ մոտեցումը։ Բուժել պարտադիր պետք է։ Չբուժելու դեպքում այդ քրոնիկ բարձր մակարդակի հորմոնները բերում են առաջին հերթին սրտամկանի վնասման, այն աստիճան, որ մենք ունենք այսպիսի հասկացողություն ցիրոտոքսիկ սիրտ, այն աստիճան է վնասում սիրտը, որ արդեն բուժել չի լինում։ Իհարկե նյարդային համակարգի խնդիրների, աղիների եւ բազմաթիվ այլ խնդիրների։ Այդ պատճառով եթե կա հիվանդությունը, միանշանակ պետք է բուժել։ Եվ եթե դեղորայքային բուժումը չօգնի, վիրահատությունը միշտ կա ու կա։ Այսինքն ի վերջո համարում ենք բուժված։ Վիրահատությունից հետո իհարկե հիվանդները էլտիրաքսին հորմոնը ամբողջ կյանքում խմում են, բայց հորմոնների մակարդակը մնում է նորմայի սահմաններում եւ հիվանդի կյանքը դառնում է որակյալ։ Այսօր բժշկության մեջ հիմնական շեշտը դնում են կյանքի որակ։ Եվ այս կյանքի որակը, այո, բուժումից հետո մենք ապահովում ենք։ Եվ առողջությունը։ Բժշկուհի, խոսեցինք հիվանդությունների մասին, մի փոքր էլ խոսենք ձեր նախասիրությունների մասին։ Նո նախասիրություն երևի հոբին է, նկատի ունեք։ Շատ սիրում եմ ճամփորդել եւ ցանկացած հնարավորություն օգտագործում եմ շրջակա միջավայրը, այսպես ասած, ուսումնասիրելու, անգամ եթե գործուղում է դա, նույն Հայաստանի սահմաններում, ասենք Գորիս կլինի կամ Ջերմուկ, գործից հետո մենք գոլեգաներով անպայման շրջում ենք տեսարժան վայրերը, այցելում ենք, եթե դե տարբեր կոնֆերանսներ են արտերկրներում, այս տարի ինձ բախտ վիճակվեց լինել Իտալիայում, ես անպայման մի 2-3 օր ավել եմ վերցնում, որ նույնպես ուսումնասիրեմ այդ երկիրը, դրանից ես շատ մեծ բավականություն եմ ստանում։ Բժշկուհի, ինչ պլաններ ունեք մոտ ապագայում, ըստ որքանով են դրանք իրատեսական։ Ну, կարծում եմ բժշկի պլանը այն է, որ միշտ զարգանա, երբեք չմնա տեղում, որովհետև բժշկությունը եւ հատկապես էնդոկրինոլոգիան դա բավականին մութ անտառ է, որտեղ ամեն օր նոր լույսեր են վառվում, իսկ այդ լույսերին պետք է մենք հասցնենք հետևել։ Առաջին հերթին պլաններս շարունակական կրթությունը, այսինքն տարբեր երկրներում միջազգային կոնֆերանսների մասնակցելը բերում է այն գիտելիքները, որ դու կարողանում ես վարել հիվանդությունը եւ հիվանդին համապատասխան միջազգային ստանդարտների։ Դա շատ կարեւոր է, որտեղ անգամ կես տարի, երբ որ դու հետ ես ընկնում, դու զգում ես, որ մի բան բաց թողեցիր։ Եվ իհարկե նաեւ տեխնատուական թեզ կուզենամ պաշտպանել, կոնֆերենցիաների մասնակցել։ Առայժմ այսքան են իմ պլանները, իմ մասնագիտական առումով։ Բժշկուհի, շատ շնորհակալ ենք մեր այս հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հետևորդներ, կրկին ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Աստղիկ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը։ Ձեզ հուզող էնդոկրին խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 094 16 42 42 եւ 091 46 13 13 հեռախոսահամարներով։ Սիրելիներս, The Best պլատֆորմի նպատակն է ձեզ ներկայացնել իրենց ոլորտում ուրույն ձեռագիր են ունեցող մասնագետների։ Շնորհակալ ենք, որ հետևում եք, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Սիրով ձեզ համար The Best Platform։